Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Տաջիկստանում կայացել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, վարչապետը տեսանյութ է հրապարակել։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, անդրադարձել Վաշինգտոնյան պայմանավորվածություններին։ Премьер-министр Республики Армения Никол Ваваевич Пашинян. После конфликта, причинившего огромные человеческие страдания, Մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար վերջապես ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ, հիմնված միջազգային սահմանների անկախտելիության եւ տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Այս իրողությունը, որը ենթակա չէ եւ երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում եւ բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում եւ ապագայում։ Նույն հռչակագրում մենք Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներս վերահաստատեցինք ներպետական, երկկողմ եւ միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարեւորությունը, հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այդ ջանքերը պետք է ներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ Նաև արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ Հայաստանի Հանրապետության տարածքում Թրամփի ուղիհանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման կամ TRIP հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ TRIP նախագիծը Հայաստանին հնարավորություն է տալիս երկաթուղային եւ այլ տրանսպորտային կապ ունենալ ԱՊՀ անդամ պետություն Ադրբեջանի եւ ԱՊՀ մյուս անդամ պետությունների հետ։ Սա նշանակալի փոփոխություն եւ հանգամանք է, որը անկասկած կնպաստի ԱՊՀ շրջանակներում տնտեսական կապերի ամրապնդմանը եւ կազմակերպության արդյունավետության բարձրացմանը։ TRIP նախագիծը բացում է արտահանման եւ ներմուծման նոր հնարավորություններ նաեւ ԱՊՀ երկրների համար։ Ուրախ եմ տեղեկացնել ձեզ այս ամենի մասին։ Չնայած հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստան-Ադրբեջան օրակարգի հարցերը սպառվել են։ Մենք դեռևս պետք է հաստատենք փոխադարձ առևտրային, տնտեսական, քաղաքական, մշակութային կապեր, լուծել հումանիտար խնդիրները եւ սա հեշտ գործ չէ, հաշվի առնելով երկարամյա թշնամանքի պատմությունը, սակայն հաստատված խաղաղությունը մեծ վստահություն է տալիս, որ այս հարցերն աստիճանաբար կլուծվեն։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Տաջիկստանի նախագահի հետ։ Էմոմալի Ռահմոնը ողջունել է վարչապետի այցն ու նշել, որ հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղված հարցերը։ Նիկոլ Փաշինյանն էլ շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար, հավելելով, որ կառավարությունը կարևորում է Տաջիկստանի հետ բազմաոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորություններին եւ տարածաշրջանում գործակցության մթնոլորտի ամրապնդմանը, TRIP նախագծի եւ խաղաղության խաչմերուկի իրականացմանը։ Էմոմալի Ռահմոնը հայտնել է երկրի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին առավել հանգամանալից դիտեք թողարկման վերլուծական հատվածում։ Շարունակենք բողոքի ակցիա է անցկացվել դատախազության մոտ հաջակցություն կալանավորված Արսեն Ղուկասյանի։ Նրա եղբայրը զոհվել է, եղբորորդին պատերազմում անհետ կորել։ Լրագրողների հետ զրույցում Սերգո Գալստյանը նահատակված Լևոն Գալստյանի հորեղբայրը հայտնել է, որ Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում։ Որդին էլ նշել է, որ հոր մեքենան խուզարկել են, ոչինչ չեն գտել, տարել են ձեռնափայտն ու հեռախոսը։ Դատախազության մոտ էր նաև Ղուկասյանի մայրը։ Հիշեցնեմ, Ղուկասյանն ու մի շարք այլ քաղաքացիներ Պաշտպանության նախարարության մոտ հանդիպում էին պահանջել գերատեսչության ներկայացուցչի հետ քաշքշուկեր եղել։ Միջադեպից օրեր անց Արսեն Ղուկասյանը 1 ամսով կալանավորվել էր խուլիգանության համար։ Փաստաբանը վստահեցնում է, որ Ղուկասյանը ոչ մեկին չի հարվածել, որևէ մեկի նկատմամբ բռնություն չի գործադրել, երբ նկատել է ծնողներից մեկին հարվածել են, ձեռնափայտը ճոճելով այն կողմ է գնացել։ Արսեն Ղուկասյանը պատերազմի ընթացքում կորցրել է իր եղբորը։ Իր կալանավորման օրը 5 տարի առաջ վերջին անգամ տեսել է իր նահատակված եղբոր որդուն, որը հիմա անհայտ է։ Ոչ ԴՆԹ կա, ոչ գերիների ցուցակում կա։ Ինչ անի մարդը չպայքարի այդ երեխու համար։ Ինքը ոնց կարա գնա խնկարկի իր աղբոր Շիրիմին,
որ ասենք նստի տունը սպասի տենան ինչ են անում այս պետությունը։ Տերում եք այս պետության ստերը, տերում եք այս պետության փնթի կարգավիճակը։ Հիմնավոր եմ ինչ որ հանձնաժողով են կազմակերպում, որը որ որոշում էր համ քառօրյա, համ 44-օրյա պատերազմը 10 ամիս հետ պատերազմյան շրջանում գտնված մարդկանցից։ Եթե ոչ մի բան չեն համագործակցում նյութ չունեն, իրանք երկու օրում ոնց հասկացար այդ հանձնաժողովը կազմակերպես կամ նույն բնեի դիմաց, բոլորը գցում են նախտիների վրա։ Ես մի բան ասեմ, ես անկուսակցական մարդ եմ։ Իմ կուսակցությունը մեր նահատակ տղաներն են։ Իմ պայքարը արդարությունն է, խոսքի ազատության ճիշտ դրսևորումը Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա ես ասեմ, եթե ղեկավար անձը, եթե այսօրվա Հայաստանի Հանրապետության 18 թվականից նստած ա եղել ղեկին այդ անձինք, բնականաբար ինչը պետք է հրապարակեն։ Իրանց տված կիքսերը, իրանց հայրենիք վաճառքը, ինչը պետք է իրանք ցույց տան մեզ։ Ասեք 5 տարվա մեջ, որպես դուք լրատվամիջոցներ ամենտեղ այցելել եք, միտեղ տեսել եք ինչ որ մեկին բերեն դատական իրավիճակ, ասեն սա դավաճանն է։ Այսօրվա մեր խաղաղ ակցիայից հետո հիմի դատա գնալու նույն ձևի մեր երեխեքի, որ ասեք իմ եղբորս որդին է, Արսենի եղբոր որդին է, այս 4 տարի է դատական process է գնում։ Ինչ փուլում է դատական։ Դե այսօր պետք է 18 տարի են այդ նույն անձին ասել, բայց այդ մի սպայով էլ չի, չէ՞, մի ծաղկով գարուն չի գալ, այդ սպան վերադաս ա ունեցել։ Ոնց է լինում, որ ասենք մենք մեր խոսքի ազատությունից զրկվում ենք, մենք միանգամից կալանավոր ենք, հանցագործ ենք, խուլիգան ենք, ու այդ ընթացքում ասենք լինում է, որ ասենք այդ նույն անձիկ կարում են հանգիստ հատեն Հայաստանի Հանրապետության սահմանն ու գնան գլխավոր այդ հրամանատարները, այդ էլիտան, ովքեր որ պատասխանատու են թե հարավային թևի, թե հյուսիսային թևի զորքերին։ Ով կարա ինձ բացատրի։ Արսեն Ղուկասյանի հանցանքը որն է, որ մարդը Արցախում այդ ընթացքում 20 թվից հետո նոյեմբերից դադարից հետո որ այդ մարդը 2 հատ իֆա կնդե է տարել։ Մեր ներկայությամբ է տարի։ Դրանից հետո Արսենի սրտին ապարատ է դրած։ Այդ նույն օրը, նույն ոստիկանը որ գրում է, ինքը ինչ խղճով է հաց ուտում կամ իր երեխու աշկերի մեջ նայում։ Ինչ ձև ինքը ոստիկանն է, չէ ռազմական, որ ասենք անկանոն, սխալ, դավաճանություն չգիտեմ ինչ անելու համար կանխեն, չեն տա ամեն ինչը, ոչ թե կանխեն նույն ձևի զոհված, անհետ կորած, ասենք ծնողին ի՞նչն է բրդելը։ Քանի օր է տված է իրանց։ Հենց դե հաջորդ օրը բերեցինք ստեղծները տվեցինք իրա, որ նայեք, այս էպիկրիզը, այս օրենքի բացառող կետերը, որ չի թույլատրվում, այս մարդուն խափանման միջոց է, կալանքն է, պատժամիջոցն է, ու մենակ կալանքը։ 5 տարի է ձեր հայրը որոնում է իր եղբոր որդուն, այս ընթացքում ինչ պատասխաններ են ստացել, ինչ ունենք 5 տարի անց։ Ոչ մի բանը չունենք այս 5 տարի անց։ Ոչ մի բան։ Չկա։ Չէ։ Ոչ մի տեղեկություն ունեն չի, մենք մտածում ենք, որ նենց իրանք վիզ դրած զբաղվում են այս հարցով, ուզում են հասկանան այդ զինվորների ճակատագրերը ոնց եղավ։ Ես ի վիճակի չեմ արդեն, իմ վիշտը իմ ցավը այնքան մեծ է, ես ասում եմ, համեմատությունը լավ չի, բայց դարել եմ են կկվի օրն եմ ընկել, որ ձագերին տանում մեկ ուտում են, հիմա վերջինը մնացել անգել են այդ երեխուս հետևից, վատառողջ տղա է, ես եկել եմ ներկայացրել եմ ամբողջ ամսի 7-ին դիմումը տվել եմ, այսինքն ձգձգվում է, ես այսօր էլ եմ ասել իրենց հեռախոսով, ոնց կարելի է, որ այդքան ժամանակ ասենք ձգձգում եք, ինչի անպայման պետք է մի վատ բան լինի, հա, ինչ եք ուզում։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խափանման միջոց 30 միլիոն դրամ գրավը մնաց անփոփոխ, իսկ բացակայելու արգելքը վերացվեց։ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվել է քրեական գործի քննությունը, որը վերաբերում էր նրա պաշտպանության նախարար եղած ժամանակ Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքներն օտարելուն։ Նիստից առաջ Սերժ Սարգսյանը կարճ պատասխանել է լրագրողների մի քանի հարցի, նաև անդրադարձել Արման Թաթոյանի ուժին եւ խոսակցություններին, թե մարդիկ նախկին պաշտպանին ասոցացնում են իր հետ։ Իսկ նիստից հետո փաստաբանն է մանրամասներ ներկայացրել, Էդուարդ Շարմազանովն էլ անդրադարձել է վարչապետի հայտարարություններին ու բանավեճի առաջարկին։ Ոչինչ դիտարկում կարող եմ անել։ Նոր նախաձեռնությունների հետ մարդիկ կարող են, չգիտեմ, բաժակ նայել եւ ենթադրություն են արել իմ մասնակցության մասին տարբեր կառույցներում, տարբեր խմբավորումներում։ Մենք ինչ վերաբերում է նոր նախաձեռնություններին, ես բոլորին հաջողություն եմ ասել։ Պարոն նախագահի նկատմամբ դուք որ 4 քրեական գործ է քննվում եւ տարբեր քրեական գործերով տարբեր խափան միջոցներ կան կիրառված։ Ուրեմն այսօրվա ռեժիմը այդ խափան միջոցները կիրառում է, պահպանում է եւ բոլոր տեսակի անհարմարությունները ստեղծում է պարոն նախագահի համար, այդ մասով հանգիստ եմ։
Ես փաստերը բառացի ներկայացրեցի Փաշինյանի ընթերցածը Սերժ Սարգսյանի ժառանգությունը։ Հիմա դուք բոլորդ տառաճանաշ մարդիկ եք։ Ըտե շուրջ ինչը բանավիճեմ։ Եթե այդ մարդն ասում է Սերժ Սարգսյանից փոխանցել է մի փաթեթ, ըստ որի Արցախի կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր ուժ ունեցող հանրաքվեով։ Ըստ որի Քելբաջա Լաչին մնալու են հայկական վերահսկողության տակ, ըստ որի մինչև վերջնական կարգավիճակը ԵԱԿ-ի ՄԱԿ-ի հովանու ներքո ժամանակավոր կարգավիճակ է տրվելու Արցախին, որպեսզի կենսագործունեությունը Արցախի իշխանությունների եւ Արցախի ազատ կենսագործունեությունը ապահովվի։ Այսօր ինչ արել Նիկոլը։ Այսինքն Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությամբ աշխարհը ճանաչում է դե ֆակտո Արցախը, մինչև նույնիսկ վերջնական հանրաքվեն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը մեր Արցախյան պայքարը սարքել է սեպարատիստների պայքար, սաղից սարքել է օկուպանտ, ու որպես օկուպանտ ու սեպարատիստ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը այսօր Ալիևի հետ մի մասի նստել են դատում, մի մասի ընդդեմ են դատում։ Ինչն եք բանավիճում։ Վաղաշաբաթ խոշորացված համայնքի թիմ ընտրություններում ընդդիմադիր հաղթանակ դաշինքի ներկայացուցիչը բարձրաձայնում է իր խոսքով քաղաքացիական պայմանագրի ճնշումների մասին։ Լրագրողների հետ զրույցում դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանն ասել է, որ ճնշումներ են գործադրում, աշխատանքից ազատում են պետական համակարգից այն աշխատողներին, որոնք առնչություն ունեն ընդդիմադիր թեկնածուների հետ։ Արդեն բավականին թեժացել է, չնայած նա որ պաշտոնական քարոզարշավը լինելու է հոկտեմբերի 22-ին, բայց բավականին թեժացել է հենց ՔՊ-ականների կողմից, ինչ ֆորմատով ամենօրյա ճնշումներ պետական ապարատի, մեր թիմակիցների տարբեր մարդկանց, այդ մարդկանց բարեկամների վրա են մեծ ճնշումներ գործադրում, ովքեր պետական աշխատանք ունեն կամ մասնավոր բիզնեսներ ունեն։ Մենք ժամանակի ընթացքում մի քանի օրից մանրամասն կխոսենք, նաև փաստերով կներկայացնենք, բայց այդ ամեն ինչը սկսվել է հենց ինձանից, երբ իմ հարազատներին, բարեկամներին բոլորին պետական աշխատանքից ազատել են։ Ընտանիք կա, որ 2 հոգու են ազատել։ Պարոն Խաչատրյան, կասեք ձեզ որ ուժերն են սատարելու։ Արդեն հայտնել է, որ դաշնակցությունը ձեզ կսատարի, ուրիշ։ Դաշնակցության հետ առաջ Աչակենտրոն կուսակցությունը, որի գործադիր կոմիտեի նախագահն ես եմ, մենք միասին դաշինք ենք կազմել, մասնակցելու ենք ընտրություններին, այլ քաղաքական ուժերի մասնակցության մասին, սատարելու մասին այս բանը չեմ կարող ասել, որովհետև իրենց հայտարարությունները կանեն, մենք կիմանանք։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չարժանացավ խաղաղության Նոբելյան մրցանակին։ Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է վենեսուելացի քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոին, հայտարարել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն։ Մրցանակը նրան շնորհվել է ժողովրդավարության եւ վենեսուելացի ժողովրդի իրավունքների համար անխոնջ պայքարի, ինչպես նաեւ բռնապետությունից ժողովրդավարության արդար եւ խաղաղ անցման հասնելու իր նվիրվածության համար, հայտարարել է կոմիտեի ներկայացուցիչը։ 57-ամյա Մաչադոն 2011-ից 2014 թվականներին եղել է Վենեսուելայի ազգային ժողովի անդամ, մասնակցել 2012 թվականին նախագահական ընտրություններին եւ դեմ է Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը։ Իսրայելի կառավարությունը գիշերը հաստատել է Գազայից պատանդներին վերադարձնելու ծրագիրը։ Նախարարների մեծ մասն աջակցել է գործարքին, սակայն ազգային անվտանգության նախարար Բեն Գվիրը եւ այլ պաշտոնյաներ դեմ են քվեարկել եւ խոստացել են խափանել կառավարության աշխատանքը, եթե Համասը չոչնչացվի։ Զուգահեռ Բենյամին Նեթանյահուն Երուսաղեմում հանդիպել է ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների հետ։ Այժմ ըստ ամերիկյան նախաձեռնության պետք է հրադադար հաստատվի Ցահալը հետ քաշվի Գազայի հատվածի համաձայնեցված գծեր, միաժամանակ պահպանելով որոշ տարածքների նկատմամբ վերահսկողությունը։ Ակնկալվում է, որ Համասն 72 ժամվա ընթացքում ազատ կարձակի 2023 թվականի հոկտեմբերի 7-ին առևանգված պատանդներին, ինչպես նաև կփոխանցի մահացած գերիների մարմինները։ Այնուհետև Իսրայելը կազատի հրեական պետության բանտերում պահվող մի շարք պաղեստինցիների։ Պերուի կոնգրեսի նախագահ Խոսե Խերին երթում է տվել որպես հանրապետության նախագահ այն բանից հետո, երբ պատգամավորները քվեարկել են պետության ղեկավար Դինա Բոլուարտեին իմպիչմենտ հայտարարելու օգտին։ Բոլուարտեին պաշտոնից հեռացնելու օգտին կոնգրեսը քվեարկել էր միաձայն։ Օրենսդիրները որոշել են նրան հեռացնել պաշտոնից բարոյական անկարողության հիմքերով։ Բոլուարտեին կանչել էին կոնգրես պաշտպանելու իրեն, սակայն նա չէր ներկայացել։ 63-ամյա Դինա Բոլուարտեի հավանության վարկանիշը
չափազանց ցածր է, մոտավորապես 2-ից 4%։ Նրան մեղադրում են իր պաշտոնից անօրինական կերպով օգուտ ստանալու, ինչպես նաև իրեն նախորդող նախագահին աջակցող ցուցարարների դեմ բռնի ուժ կիրառելու համար։ Բոլուարտն հերքում է բոլոր մեղադրանքները։ Ռուսաստանը նորից հարվածներ է հասցնում ուկրաինական էներգետիկ ոլորտին։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գրել է իր Telegram ալիքում։ Գրոհին մասնակցել են ավելի քան 450 անօդաչու թռչող սարք եւ ավելի քան 3 տասնյակ հրթիռ։ Զելենսկին այն անվանել է ցինիկ եւ հաշվարկված գրոհ կրիտիկական ենթակառուցվածքի դեմ։ Զելենսկու խոսքով Զապորոժիեում ներկայում հայտնի է ավելի քան 20 տուժածի եւ 1 երեխայի մահվան մասին։ Նա ավելացրել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքները մնում են ռուսական ռազմական ուժերի հիմնական թիրախը։ Զելենսկին ասել է, որ ԱՄՆ-ի, Եվրամիության եւ G7-ի կողմից անհրաժեշտ են վճռական գործողություններ, այդ թվում Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարում եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացում։ Ճապոնիան պլանավորում է 2 սակրավոր մասնագետների ուղարկել Լիտվա, որտեղ նրանք կմասնակցեն Ուկրաինայի զինվորականների համար վարժանքներին։ Այս մասին հաղորդում է տեղական գործակալությունը, վկայակոչելով Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանիին։ Ճապոնացի մասնագետները կլինեն սակրավորների միջազգային խմբի կազմում, որոնք նոյեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 5-ը կանցկացնեն ուկրաինացի զինվորականների վարժանքներ։ Հոկտեմբերի վերջին Տոկիոյում կկայանա Ուկրաինայում ականազերծման թեմայի շուրջ միջազգային խորհրդաժողով։ Ճապոնիայի իշխանությունները նախկինում արդեն օգնություն են ցույց տվել Ուկրաինային ականների վնասազերծման բնագավառում։ Ոստիկանությունը ձերբակալել է եւս 8 անձի, որոնք կապված են Թբիլիսիում հոկտեմբերի 4-ի իրադարձությունների հետ, երբ քաղաքացիների բազմությունը փորձել էր գրոհել նախագահական նստավայրի վրա։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։ Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 4-ի իրադարձությունների հետ կապված ձերբակալվել է 44 մարդ, եւս 4-ը հետախուզման մեջ են, ասել է Դարախվելիձեն։ Նա նշել է, որ ագրեսիվորեն տրամադրված քաղաքացիների ձերբակալությունների համար հիմք են դարձել հեռուստաալիքների տեսագրությունները եւ տեսառեպորտաժները։ Հոկտեմբերի 4-ին տեղական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները վնասել են Թբիլիսիում նախագահական նստավայրի ցանկապատերը եւ փորձել են ներս մտնել։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործել է ջրցան մեքենա եւ արցունքաբեր գազ։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք գիշերն ու Բարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել, շիջման աշխատանքները շարունակվում են, կեսօրին նաև քաղաքապետն է գնացել։ Հրդեհը մարելու համար Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում հիմնարկի համակարգի ամբողջ ներուժն է օգտագործվել, ներառելով ջրցաններ, բեռնատարներ։ Բեռնատարներով ավազ է տեղափոխվել հողի շերտով ծածկելու նպատակով։ Մնացել է հրդեհի մի փոքր մաս, այս պահին ծուխն է երևում, տեղեկացրել են քաղաքապետարանից։ Կառույցից նաև նշել են, որ ներքին գործերի նախարարության փրկարարծարայությունն ամբողջ գիշեր աշխատել է հրդեհը մարելու համար։ Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութ իրացնողին, մանրամասները տեսանյութում։ Թմրանյութ ապօրինի պահելու եւ իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն Արաբկիրի համայնքային ոստիկանները ստացան հոկտեմբերի 3-ին։ Ըստ տեղեկության Դավիթաշենի բնակիչ մի տղամարդ տեղադրելու միջոցով թմրանյութ էր իրացնում Արաբկիր վարչական շրջանի տարբեր վայրերում։ Ժամը 11:50-ին 35-ամյա տղամարդը Արամ Խաչատրյան փողոցում ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 8 փաթեթ, որոնք լցված էին բուսական զանգվածով։ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 1.7 միլիարդ դրամ պետբյուջեից հուշարձանների ամրակայման վերականգնման համար այս տարի կառավարությունը մոտ 2 տասնյակ պատմամշակութային հասցեում հուշարձանների պահպանության լայնածավալ աշխատանք է նախաձեռնել։ Դրանց թվում է նաև Ամբերտ ամրոցը։ 7-րդ դարի կառույց է սա, այն դիմացի պատը, վերջին պատը, այնի 10-րդ դարի։ Այս քարերը ոնց նայում ես, այս իր կրային շաղախը քայքայված է։ Սա Ամբերտի վթարայնության առումով ամենավտանգավոր հատվածն է։ Մինչդեռ հուշարձան այցելողները գրեթե միշտ անտեսել են վտանգը, դրոշի կողքին նկար ունենալու համար բարձրացել վթարային պատի վրա։
Պեղումների արդյունքում դղյակի ներսի հատվածում պատն ամբողջությամբ բացվել է։ Ոչ միայն այս հատվածը, այլև դղյակն ընդհանրապես այնպիսի վթարային վիճակում է, որ եթե չլինեին այս ամրակայման աշխատանքները, մարդկանց մուտքը կարող էր արգելվել։ Ամենավերջին վտանգային պահն, օրինակ, որ ասեմ, անցած տարվա դրությամբ եկել են գարունը, մի ձմեռ անցել վրան, արդեն զգացում է տարբերությունը, որ այս բարձր պատերի վրայից որոշ տեղեր արդեն քարեր ընկնում են։ Որոշ աղբյուրների համաձայն Բերդի հիմքը դրվել է դեռ 7-րդ դարում, կառույցն ամբողջացել է արդեն 13-րդում։ Բաղկացած է դղյակից, միջնաբերդից, 2 եկեղեցիներից, բաղնիքից, 3 ջրավազանից, 3 դարպասից, արտաքին պարիսպներից, մոտավորապես 13 կառույց։ Ամրոցում երբևէ հիմնավոր վերականգնման աշխատանքներ չեն արվել։ Խորհրդային տարիներին որոշ միջամտություններ եղել են, սակայն ոչ բուն միջնաբերդում։ Պատմական արժեք ներկայացնող հատվածներ կորցրել ենք, հենց ոչ վաղ անցյալում ձորը գլորված աշտարակներից մեկը անկյունային որպես օրինակ կարող ենք դիտարկել, ռեսուրսներով էր պայմանավորված, մարդկային կամ ֆինանսական, թե ուղղակի հաշվի առնելով իր տեղանքի բարդությունը, հուշարձանի բարդությունը չեն համարձակվել, այսպես ասած, մոտենալ հուշարձանին եւ սկսել վերականգնումը, բայց ինչն էլ որ լիներ պատճառը, դա բերել է բազմաթիվ կորուստների, որից կարելի էր խուսափել, եթե աշխատանքներ տարվեին։ Այս վերջին ճակում քարերը պտտվել են, այսինքն վերևից ընկել են, քիչ-քիչ պտտվել են, դրա համար սա վտարային վիճակ է։ Անցած տարվանից ամրոցում ամրակայման ու մասնակի վերականգնման աշխատանքներ են սկսել։ Նախագիծը կազմելիս հաշվի են առել բոլոր տարիների ուսումնասիրությունները, արխիվում պահպանված տեղեկությունները։ 1992-ին ուսումնասիրություն է իրականացրել հայ-գերմանական արշավախումբը, 2005-ին հայ-իտալական, 2018-ին դարձյալ պեղումներ են արել, տեխնիկական վիճակն են ուսումնասիրել։ Հնագետներն այստեղ վերսկսել են աշխատանքները 2022-ին։ Ամրակայման աշխատանքներին զուգահեռ նաև ներսում պեղման մաքրման աշխատանքները շարունակվում են։ Օրինակ հենց մի քանի օր առաջ այնտեղ մենք ունեցանք տուֆից օրիգինալ աստիճանների, այդպես գյուտ կարելի է ասել, որի մասին մինչև այս որևէ տեղեկություն չկար։ Այսինքն մենք հասել ենք մի նիշի, որը երբևէ չի պեղվել։ Ամբերդը զբոսաշրջային ամենաակտիվ ուղղություններից մեկն է, սակայն ամրակայման աշխատանքների այս ընթացքում նեղ ճանապարհով կարելի է մոտենալ միայն Բահրամաշեն եկեղեցուն։ Դղյակով հիանալ հնարավոր է որոշակի հեռավորությունից։ Երիտասարդները միայն լսել են հնամյա կառույցի մասին, այստեղ են, որ սեփական աչքով տեսնեն։ Մի ամրոց, որի կառուցումը սկսվել է 7-րդ դարում, չէին կարող չտեսնել, հրաշալի է։ Հիմա արդեն մտածում ենք վերադառնալ նաև վերականգնման աշխատանքները ավարտելուց հետո։ Ամբերդում առաջին անգամն ենք, տպավորիչ է, հատկապես աշխարհագրական դիրքը։ Աշխատանքներն ավարտելուց հետո եռահարկ դղյակի ներսում զբոսաշրջիկների համար մետաղական կոնստրուկցիաներով հարմարեցված քայլուղիներ կլինեն, որոնք հնարավորություն կտան շրջել ամբողջ դղյակում։ Մեր նպատակն է այս վերականգնման աշխատանքներով նախ պահպանել այն, ինչ որ կա, մասնակի վերականգնել գիտական հիմնավորումներով այն հատվածները, որոնք մենք վստահ ենք արխիվային նյութերից, լուսանկարներից կամ պեղումների արդյունքներում ունենք հայտնաբերված եւ դրանք պարտադիր կարելի է վերականգնել, եւ այն հատվածները, որոնք կորսվել են, բայց հայտնի են եղել, հատակագծային լուծումներով որոշակի նիշերի վրա բարձրացնել եւ ցույց տալ։ Ամբերդի ամրակայման ու մասնակի վերականգնման համար կառավարությունը ավելի քան 460 միլիոն դրամ է հատկացրել, իսկ ընդհանուր 1.7 միլիարդ դրամ այս տարի մոտ 20 պատմամշակութային հասցեներում ամրակայման վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար, երերույքի տաճարից սկսած մինչև Փարպիի ծիրանավոր, Շատիվանքի վանական համալիր, երբևէ այս ուղղությամբ մեկ տարում այսքան գումար չի հատկացվել։ Եվ եղանակ վաղը տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը մինչև հոկտեմբերի 12-ն աստիճանաբար կնվազի 7-ից 10 մինչ։ Այսքանը դուք դիտում էիք ապդեյթ լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անց վերլուծությունը Նիկոլ Փաշինյանի այցի մասին, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։